Միալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ երկինս ես Սուրբ եղիցի անուն քո Եկեսցե արքայություն քո Եղիցին գամ քո որպես երկինս եւ երկրի Սած մեր անաբազուր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թող մեր ոց սպարտաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զինգոյ արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանը Սավիդենից ամեն իմաստություն Հոր Հիսուս որից իմաստություն սպարիս խորել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ իջար խորհրդոց իբանից եւ ի գործոց բրգիազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց։ Երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։ Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացեք աշակերտ դարձեք բոլոր ազգերին։ Նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչեւ աշխարհի վերջը։ Ամեն։ Ամեն։ Ողջույն, բարի երեկո, հավատակից եղբայրներ քույրեր, ողնակ սրտով փառք տանք Աստծո, վերգին ունենք առիթ, որ Աստծո խոսքի մասին լսենք, խորհրդածենք, նաև այդ մեր լսածը, մեր կամքով, մեր հնազանդ հոգով կարողանանք կյանքի վերածել, որպեսզի մեր Քրիստոսի հավատացող, հետևող լինելը լինի ճշմարիտ, իրողական và վերական։ Լավ, այսօրվա խորհրդածության մեր նույնը մգրդության խորհրդի մասին է։ Նախ ցանես լսելի է ժողով։ Լսելի է։ Լավ։ Ուրեմն մգրդության խորհուրդը Սուրբ Եկեղեցու 7 խորհուրդներից առաջինն է եւ մգրդությունը քրիստոնյա լինելու պայման է։ Եվ մգրդությունը Աստվածաշնչական է եւ նույնիսկ Քրիստոսի պատվիրանն է, ինչպես քիչ առաջ լսեցինք, կարդացվեցավ այն հատվածը, որ Հիսուս ժամադրված էր առաքյալների հետ եւ իր վերջին պատգամը փոխանցեց աշակերտներին, ասելով գնացեք բոլոր ազգերը ինձ աշակերտ դարձրեք, մգրտեցեք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգու անունով։ Հետևաբար ինչպես որ երբ Որդուն պիտի երթաս դե մգա թուրմը այդ թուրեններս կմտնես որբեսի եսկաս անցի մետ հանդիպեցար, ուրեմն դիրոջ հանդիպման այդ թուրը մգրդությունն է։ Ուրեմն խորհուրդներու առաջինն է եկեղեցու համար սրբազան խորհուրդ է մգրդություն։ Հիմա շատեր հարցնում են խորհուրդ բառը ինչ իմաստ ունի։ Խորհուրդ, մգրդության խորհուրդ ասում ենք։ Ուրեմն մգրդություն խորհուրդը երկու իմաստ ունի։ Առաջինը թակուն Գիտությունը, թաքնված ճշմարտությունը, որ հայտնաբերվեցավ, եւ մենք իմացանք այդ խորհրդի մասին։ Թակուն ճշմարտությունը, որ հայտնաբերվեցավ, եւ դրա մասին մենք տեղեկացանք։ Օրինակի համար Պողոս առաքյալ ասում է. «Մեծ է Աստվածաշնչության խորհուրդը, Աստված մարմինով երևեցավ»։ Դրա համար Սուրբ Ծննդյան շարականը ինչ ասում է. «Խորհուրդ մեծ եւ սքանչելի»։ Խորհուրդը ինչի մասին է։ Քրիստոսի Մարտեղանալը խորհուրդ է, որ Աստված ճշտված ժամանակին առաքյալի բարով ժամանակների լրումին մեզ հայտնեց Աստված այդ Աստծո փրկության ծածուկ ծրագիրը, որ հայտնվեցավ եւ իր լրումին հասավ, ամբողջացումին հասավ Քրիստոսի աշխարհ գալովը Մարտեղանալը։ Ուրեմն խորհուրդ բարի առաջին իմաստը ինչ էր։ Թակուն ճշմարտությունը, ծածուկ խորհուրդը, որ հայտնվեցավ, եւ մենք այդ մասին իմացանք։ Երկրորդ իմաստը խորհրդի
խորհուրդ, երբ որ ասում ենք մգրդության խորհուրդ, դրոշմի խորհուրդ, ապաշխարության խորհուրդ, ուրեմն խորհուրդ նաև իմաստը անդեսանելի շնորհքին երևումը հայտնությունը դեսանելի նշանով։ Օրինակ, մգրդության խորհրդին դեսանելի նշանը ինչն է։ Ջուրը, նաև Սուրբ Միրոնը, նաև Եկեղեցականի կործածած խաչը, իր գարտացած ավետարանը, սրանք բոլորը ինչ են, դեսանելի են, չէ՞։ Բայց այդ դեսանելի բաժնի մեջ կա նաև աստվածային անդեսանելի բաժինը, որ այդ շնորհքն է, երկնային բարգևը եւ օրհնությունը, որ դալիս է մգրդվող անձի։ Մենք ուրեմն պետք չէ նայենք մգրդության բարձ որպես ձես կամ արարողագարկ, այլ այդ գենթանարար Սուրբ մգրդության խորհրդի, ասենք մատակարարը ով է որ դալիս է այդ օրհնությունը, այդ բարգևը, Սուրբ Հոգին։ Ուրեմն առանց Սուրբ Հոգու ներկործության չկա եկեղեցվող խորհուրդ։ Նույնն էլ բադարակի ժամանակ Սուրբ հաղորդություն ալ խորհուրդ է, չէ՞։ Բադարակի դեսանելի բաժին ինչն է։ Արարողագարկը, չէ՞։ Շարականի եկեղեցողությունը աղոթքը, բայց անդեսանելի բաժին ինչն է։ Սուրբ Հոգու ներկործությունը, որ այդ հաց երկինին գլինի ճշմարտապես Քրիստոսի մարմին եւ արույնը, բայց ոչ մարդկային կորձոնով, այլ Սուրբ Հոգու ներկործության։ Դրա համար կանանան բադարակի ժամանակ աղաչում է, խնդրում է Սուրբ Հոգու ներկործությունը Ղուրանի վրա, որբեսի մոդիգացող հավատացյալը ջաշակե Քրիստոսի ճշմարիտ մարմինը եւ փրկական արույնը։ Ուրեմն առաջին հերթին խորհուրդ բարի մասին իմացանք։ Ձաձուկ գիտելիք, թակուն ճշմարտություն, որ հայտնվեցավ երկու, նաև անդեսանելի շնորհքին ներկործությունը, անդեսանելի օրհնության դվչությունը արարողագարկով դեսանելի ցեղով։ Ուրեմն, որբեսի մգրդության խորհուրդ կատարվի, կոնե քանի պայմաններ կան։ Առաջին պայմանը, որ լինի եկեղեցի, օծված եկեղեցի, երկու լինի Աստծո ծառան, եկեղեցականը, երեք լինի մգրդվողը, ծնողքը, նաև գնքայրը որպես խոստովանահայր կամ ավելի ճիշտ հոգևոր դաստիարակ, նաև լինելու է ջուր, նաև Սուրբ Միրոնը, ցերած խաչը եւ մեր արարողագարկի հadouk քիրքը, որ գոչվում է Մաշտոց, որ եկեղեցականները իրենք ունեն կատարելու արարողությունները։ Հիմա, ինչպես որ մեկը ծնվում է մորը արքանտից, մեր եկեղեցին մեր մայրն է եւ մեր եկեղեցու արքանտը մգրդարանն է, Սուրբ մգրդության ավազանն է։ Մենք վերստին ծնվում ենք Սուրբ մգրդության ջամփով։ Ուրեմն եկեղեցին մայր է, եկեղեցու արքանտը ենթանարար Սուրբ մգրդության ավազանն է, հետևաբար նաև եկեղեցվո գաթը եկեղեցվո ուսուցումն է։ Դրա համար Հովհաննես Երզնգացի վարդապետ, երբ որ ինքը եկեղեցվո քովքը հյուսում է, Արաքելահիմն եկեղեցվո, ասում է քո մայրական անխարթախ գաթիդ մեջ աղանդավորների ջուրը չխառնվեց։ Ինչպես որ ամենա համով առողջարար սննդարար գաթը մայրական գաթն է, ուրեմն եկեղեցվո ուսուցումն էլ մայրական անխարթախ գաթն է։ Նույնիսկ երբ որ մենք կարդում ենք Սամոս 23-ը, դեր իմ հովիվս է սպանի մգարոդություն մի չունենամ, այդտեղ եկեղեցու հայրեր շատ գեղեցիկ հոգևոր խորհրդածություն կատարած են, եւ այդ Սամոսի մեջ, նաև Սամոսի մեջ նկատել են որոշ ճշմարտություններ, որոնք գաբ ունեն մեր եկեղեցու խորհուրդների հետ։ Օրինակի համար, հիմա երբ որ կարդանք մեր Սամոսը, ասում է. Դերն իմ հովիվն է, ես ինչ ոչինչ չի բագասի, եւ ինձ ոչինչ չի բագասի, թալար վայրերում նա ինձ բնագեցրեց։ Ուրեմն թալար վայրերում ինձ բնագեցրեց, եկեղեցու հայրեր ասում են, այստեղ թալար վայրը եկեղեցու ուսուցումն է, չէ որ քառնուկը պետք է ուդե այդ խոդը, թալար վայրը, ուրեմն թալար վայրը եկեղեցու ուսուցումն է։ Հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց, հանդարտ ջուրը մգրդարանն է, մգրդության ավազան է, հանդարտ ջուր է, չէ։ Ուրեմն հետո ասում է,
6-րդ համար իմ արջև սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի արջև։ Պատրաստված սեղան հալածիչների արջև եկեղեցու սուրբ սեղանն է, խորանը։ Թշնամին սատանան է։ Եվ ասում է. գլուխս յուղով օծեցիր սուրբ Միրոնն է, որ մենք ստանում ենք սուրբ Միրոնի օծությունը մգրդության ջամփով, որ իրականության մեջ մգրդության խորհրդեն անբաժան է նաև դրոշմի արարողությունը։ Հետևաբար ասացինք եկեղեցին մայր է, եկեղեցու արքանքը մգրդարանի ավազան է, եկեղեցու անխարթախ մայրական գաթ ուսուցումներ է, թալար արոդավայրը եկեղեցու ուսուցումն է եւ ասացինք հանդարտ ճրերը մգրդարանի ավազանն է։ Դրա համար մգրդարանի ավազանի մեջ եկեցի նախ ինչ գաթեցնում է։ Միրոնատապ աղավնիով գաթեցնում է Միրոնը ճրի մեջ, որովհետեւ ճուրը սրբակորձվի, չլինի սովորական ճուր։ Եվ հետո մգրդությունից հետո թրոշմում է մգրդյալ երեխու մարմնի անդամները, որովհետեւ այդ մարմինն էլ սրբակորձվի եւ լինի Սուրբ Հոգու դաջար։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք մգրդություն բարի մասին, մգրդություն նշանակում է նաև լվացումը։ Իսկ երբ որ նայենք Աստվածաշունչի քանի տեսակի մգրդություններ կան, հիմնական 3 տեսակի մգրդություններ կան։ Հին ուխտի մեջ Ղևտացված գիրքից մենք իմանում ենք լվանալու մասին, ծիսական մաքրության մասին։ Օրինակ, երբ որ մեկը զոհ մատուցեր եւ այդ զոհի արույնը ցողվեր անցի հագուստի վրա, անցի այդ հագուստը պետք է լվացվեր։ Ուրեմն սա ծիսական մաքրության արարողություն է։ Ուրիշ օրինակը, երբ որ մեկը մահացողի տիպնար, պետք է ինք շուտով լվացվեր ծիսական մաքրության համար։ Երբ որ մեկը փորոդ էր, պետք է նաև լվացվեր։ Իսկ ով հիշում է, ով էր այն անձը, որ հորթանան կետի մեջ 7 անգամ լվացվեցավ լվացումը, հին ուխտի մեջ, որ մարգարեն ասաց գնա եւ 7 անգամ հորթանան կետի մեջ լվացվիր, փորոդութենե դարաբող էր, ասկությամբ հրյա չէր։ Նեհեմա ասորին, որ Եղիսե մարգարեն ասաց գնա եւ այդտեղ լվացվիր։ Ուրեմն քանիմը վիճակներ կային, փորոդությունը, մերելի տիպնալը, եւ եթե զոհ մատուցողը այդ զոհից արույնից ցածկե հագուստի վրա, պետք է այդ անձը հագուստը լվանար։ Սրանք առաջին լվանալու օրենքներ, որ ծևով մգրդության խորհրդանիշն է, խորհրդանշական օրենք։ Ղևտացված գիրքի մեջ այս մասին մենք դեղեկանում ենք։ Երկրորդ մգրդությունը անցյալ շաբաթ մեր սերդողության նույնն էր։ Ինչ էր մեր թեման անցյալ շաբաթ։ Ով հիշում է։ Հովհաննեսի մգրդությունը, որ ապաշխարության համար էր։ Ուրեմն առաջին լվացումը ծիսական մաքրության, երկրորդ Հովհաննես մգրդիչինը ապաշխարության որպես նշան, եւ երրորդ Քրիստոսի հաստատած մգրդությունը, որի մասին Հովհաննես մգրդիչ ինչ ասում է, ինձ մե վերջեգով պիտի մգրդե Սուրբ Հոգիով եւ գրակով։ Ուրեմն մենք խոսում ենք Քրիստոսի մգրդության մասին, որովհետեւ դրանք ժամանակավոր դնորինումներ էին եւ Քրիստոսի ուսուցմամբ մենք սովորեցինք, թե գա մեկ միակ մգրդությունը, որի ջամփով մենք կլինենք քրիստոնյա եւ ինչ շնորհները ստանում ենք, ատամական կամ սկսնական մեղքի կավում է մեր մեղքը Աստված, այդ շնորհքով Աստուծո որդեգրության շնորհքը ստանում ենք, եկեղեցու անդամ լինում ենք եւ Միրոնի օծմամբ մեր մարմինը նաև լինում է Սուրբ Հոգու դաջար։ Հետևաբար հավատամքի մեջ մենք ինչ ասում ենք՝ ի մի մգրդություն։ Ի մի մգրդություն։ Նշանակի մգրդությունը ինչ է։ Մեկ է, անգրտնելի է։ Մգրդության խորհուրդը անգրտնելի է, որովհետև Քրիստոս մեկ անգամ մեռավ եւ հարություն արավ։ Եվ դրա համար մգրդությունը նաև նշանակի Քրիստոսի հետ մեռնել եւ Քրիստոսի հետ հարություն առնել։ Այս մասին մենք կարող ենք իմանալ Հռոմեացիների նամակի 6-րդ գլխի 3-րդ համարի մեջ Արաքյալը ասում է. ուրեմն մգրդությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպես ինչպես Քրիստոս մեռելներից հոր փառքով հարություն արավ, այնպես ալ մենք նոր կյանքով ընթանանք։ Ուրեմն երրորդ համարի մեջ գամ չգիտեք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մգրդվեցին, նրա մահով մգրդվեցին,
ուրեմն մգրդություն Քրիստոսի հետ կնշանակե մեռնիլ եւ Քրիստոսի հետ հարություն առնել եւ որովհետեւ Քրիստոս մեկ անգամ մերավարություն արավ մգրդությունն ալ մեկ է իսկ Քաղադացիս նամակի 3-րդ գլխի մեջ Պողոս Արաքյալ ասում է հետևյալը 3-րդ գլխի 27-րդ համարի մեջ ասում է Ցեզանից ովքեր Քրիստոսով մգրդվեցին Քրիստոսով սկեստավորվեցին ինչպես հակուստը որ հակնում ես ոնց որ քո մարմնի բաժին կլինի ուրեմն ասում է ով որ մգրդվեցավ ինչ եղավ Քրիստոսով սկեստավորվեցավ այսինքն ոնց որ իր անձ եւ Քրիստոս միախառնվեցին դրա համար մգրդվող մարդը նաեւ իր կյանքի մեջ պետք է ունենա նպատակ Քրիստոսի նմանվելը Քրիստոսի օրինակով ապրելը որովհետեւ Քրիստոսի հարազատ նկարագիրը եւ պատկեր ունենա իր ողջ էության մեջ իր մտածումների իր զգացումների մեջ մի խոսքով իր ներաշխարհի մեջ որովհետեւ նաեւ կարողանա Քրիստոսի լույսը արդացոլացնել իր ապրելացիով դրա համար Հիսուս ինչ ասաց հետևորդներին նրան քարոզի ժամանակ դուք եք աշխարհի լույսը դուք եք աշխարհի լույսը եւ մենք մգրդվելով երբ որ գտարնանք Աստծո որդին նաեւ գտարնանք լույսի որդին Պողոս Արաքյալ ասում է դուք լույսի ցերեգի որդիները գիշերի եւ խավարի չեք պատկանում իսկ Եփեսացիս նամակի 5-ի մեջ ասում է լույսի բդուղները արդարությունը, բարությունը եւ սրբությունը արդարությունը, բարությունը եւ սրբությունը հետեւաբար մգրդության խորհրդով մենք կլինենք նոր մարդ եւ դրա համար գա ավանդությունը մգրդվող երեխու հակուստը ինչ գույներ սպիտակ ինչի նշան է այո մաքրության անմեղության սրբության Սամոս 51-ի մեջ ասում է զիս լվա եւ ցույնեն ավելի սպիտակ պիտի լինեմ ուրեմն մգրդության խորհուրդը մեզի համար շատ կարեւոր է որովհետեւ մգրդությունը աստվածային օրհնություն է եւ փրկության շնորհք է որովհետև մենք մեր ջիկով չէ որ կմգրդվենք, այլ Քրիստոսով դրված փրկության շնորհքն է, որ մենք կստանանք։ Դրա համար, երբ որ հավատամքի մեջ ասում ենք հետևյալ բաժինը, իմի մգրդություն, ապաշխարություն, հետո ի քավություն եւ ի թողություն մեղած։ Երկու բառ իշվեր է, քավություն, թողություն։ Քավությունը մգրդությամբ է։ Թողությունը ապաշխարությամբ է, որովհետև քավություն կստանա անձը մգրդված բային որպես զրի շնորհք Աստծուց եւ եթե չափահաս է մգրդվողը, նաեւ քավություն կստանա նախքան մգրդության կործած իր մեղքերի համար։ Սա ինչ կոչվում է քավություն, բայց ավելանում է որ բառը քավություն եւ թողություն։ Թողություն էլ ստանում ենք, երբ որ մենք ապաշխարում ենք։ Ուրեմն ապաշխարությունը մգրդության ուխտի վերանորոգությունն է։ Ապաշխարությունը վերարձարձելն է այդ մգրդության օրհնությունը եւ բարգեւները, որ մենք ստացանք։ Ուրեմն ապաշխարությամբ մեր մեղքերը կկավին որպես բրգության ծրի շնորհք եւ ապաշխարությամբ մեր չափահասության ժամանակ մեր կործած մեղքերի համար ինչ կսկանք։ Զղջում, ոստվանություն, ընթացքի փոփոխություն, մտքի նորոգություն եւ վերջապես կործերի վկայություն, որովհետեւ մեր ապաշխարությունը լինի ոչ ցեվական, այլ լինի խորքային, վավերական, այդ ապաշխարությունը ունենա իր արդահայտությունը եղող կործերը, որոնք արդարության կործերն են։ Դրա համար աղոթքի մեջ ասում ենք Աստծուն, այլ համարյա աշխատությունս մեր ի կորձ արդարության եւ ի բդու աստվածաշտության։ Այսինքն ասում ենք ով դեր մեր ջիկը մեր աշխատանքը ընդունե որպես արդարության կորձ եւ աստվածաշտության բդու։ Ուրեմն Հովանես Մգրդիչ վկայեց Հիսուս Քրիստոսի մասին, ոչ միայն որպես մեղքեր կավող Աստծո կառնուկը, այլ նաեւ որպես մգրդող, որ պիտի մգրդեր մեր Տերը Սուրբ Հոգիով եւ գրագով։ Տեր հայրս կարյան մկրտությունը որտեղից է գալիս։ Հիմա գասեմ, պիտի ասեմ, այո, քիչ վերջ կանտրատարնամ անպայման։ Հիմա Պողոս Արաքյալի
բացատրությամբ մենք կարևոր երկու դեղեցություն ունեցանք Հռոմեացի 6:3-4-ի մեջ, Գաղատացի 3:27-ի մեջ, թե մգրտությունը Քրիստոսի հետ մասնակցին է Թաման եւ Հարության, եւ երկրորդ մգրտությունը Քրիստոսով ըսկեստավորվելն է։ Քրիստոսով ըսկեստավորելն է։ Ուրեմն հիմա մի քիչ էլ խոսենք մանգամգրտության մասին, որովհետեւ որոշ շարժումներ կամ հոսանքներ կան, որոնք մերժում են մանգամգրտությունը։ Իրականության մեջ մանգամգրտությունը սուրբ գրային է։ Եվ մանգամգրտությունը վաղուց է առաջին դարեն սկսյալ եկեղեցու քարոզության ժամանակ մանգամգրտություն կար, ոչ թե հետո եղավ, ասենք, մարդկային հնարքը, այլ երբ եկեղեցին հավատքը տարածում էր, արդեն ընտանիքներ մգրտվում էին։ Օրինակի համար նախքան այս մասին խոսելը Հիսուս Մատթեոս 18-ի մեջ երբ առաքյալները վիճապանում էին ով է մեծը, ինչ ասաց Հիսուս, եթե փոքրիկների պես չլինեք, Աստծո արքայությունը մի չժարանքեք։ Մատթեոս 16-ի մեջ Հիսուս մեր Տերը ուրեմն այսպես ասում է. Հիսուս իր մոտ կանչեց մի երեխայի նրա աշակերտների մեջտեղում կանգնեցրեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե դարձի չգաք եւ երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի»։ Ուրեմն ինչի պես չլինեք, երեխաների պես չլինեք։ Հիմա երեխան ինչի խորհրդանիշ է։ Անմեղության, բարձության, նաեւ երեխան հավատք ունի։ Երեխան հավատ ունի, բայց երեխան հավատքի ամբողջական գիտություն չունի։ Տարբերությունը մեծ է, որովհետև հավատքը ուրիշ է, իսկ հավատքի մասին ծանոթությունը, ճանաչողությունը ուրիշ է։ Բարձ օրինակը, երբ որ ծնողը երեխու պիտի դաստիարակի, գասի որ այդ երեխան հիմա չունի գիտակցություն, թող լինի չափահաս հետո կդաստիարակի։ Բնականաբար ոչ։ Ծնողական բարդականություն է, գրտելը դաստիարակելը։ Գա ծնողը ասի իմ երեխաս թող մնա առանց ուսումի, առանց գրտության, հետո է որ չափահաս լինի, ինք թող նորոշվի, ուսանի թե ոչ։ Դա դրամապանական չէ։ Գա մայրը որ ասի ես իմ երեխուս մայրական գատ չդամ, հետո ինք թող մեծանա, ինք թող որոշի ինչ կատ ուզում է։ Ոչխարի, գովի, այծի, հետո չկա դենց բան։ Ուրեմն տեսեք, մենք ինչ որ դալիս ենք որպես ծնող, դալիս ենք երբ մանկության դրա համար ինչ ասում է գրթե մանուկը իր գանուխ տարիքեն։ Ուրեմն նաև Պողոս առաքյալ Դիմոթեոսի ինչ ասում էր, մանուկ հասակետ գիտես քո սուրբ գիրքը, որ միտքդ իմաստության կբանա։ Իսկ ինքը որտեղից արած էր այդ հավատքը, հավատքի սենք տխմորը, իր մորմեն եւ մեծ մորմեն, եւ այդտեղ առաքյալ կովում է իր մեծ մորը եւ մորը հավատքին, Դիմոթեոսի մորը եւ մեծ մորը։ Հետևաբար առաջին գեդը նկատի առնենք, շատ կարեւոր է։ Հիսուս ասում է, եթե երեխաների նման չլինեք։ Երբ որ Հիսուս ասում է երեխաների նման չլինեք, ուրեմն ինչու մենք այդ երեխուն զրկենք այդ մգրտության օրտնուտենեն, շնորհքեն, բարգևեն։ Երկրորդ գետ հիշվել է Մատթեոսի մեջ գրգին, երբ որ Քրիստոսի մոդիգացուցին երեխաներ որ օրտնի, առաքյալներ արգելք եղան։ Հիշում եք այդ դեպքը։ Ուրեմն Մատթեոս 19 Հսա ասում է, որ թույլ տվեք, որ մանուկները ինձի կան։ Ասում է, Հիսուսն ասաց, թողեք այդ երեխաներին եւ մի արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետեւ երկնքի արքայություն այդպիսիներին է։ Խոսքը որի մասին է այդպիսիներին է։ Երեխաներու համար։ Ուրեմն մի արգելեք։ Եկեղեցու այրերը այս խոսքը որ գա, երբ Հիսուս ասում է մի արգելեք նրանց, եկեղեցու այրերը ասում են, որ մի արգելեք երեխաներու, որ մգրտությունից չզրկվեն։ Շատ կարևոր է այս կետը։ Ուրեմն առաջինը, եթե երեխաների չի նմանվեք, երկու մի արգելեք նրանց։ Խոսքը նաև այն ծնողների մասին է, որոնք հետաձգում են իրենց երեխաների մգրտությունը։ Եվ շատ ընտանիքներ կան,
ես անցամբ լսած եմ, դա օրինակ մտայնություն է, ասում են ես չեմ ուզում, հիմա մգրդվի թող մեծանայինք որոշի։ Բնականաբար սխալ է, որովհետև ծնողքը նաև առաջին գրտարանն է, առաջին դպրոցն է, առաջին եկեղեցին է։ Իրենք պետք է դաստիարակեն եւ հավատքի հունդը սերմանեն երեխու մեջ։ Ամաս մենք սպասենք փող լինի ճոխ տնի։ Հիմա երկրորդ պատճառը ճիշտ է, մարդիկ երբեմն խրախճանքով մտահոգ են, քեֆով, դրա համար մգրդության այդ խորհուրդը ճիշտ է, հետացկում են եւ երեխան զրկվում է։ Զրկվում է այդ մգրդության շնորհքից, օրհնությունից, բարձավես, որովհետև ծնողքը ուզում է շատ շքեղ երբով դոնեն, նշեն, խրախճանք կազմակերպեն, դուժողով կլինի եւ ասված մի արաստե, եթե այդ երեխան հետո լինի հիվանդ կամ մահամերձ եւ կամ հանգարձամա, այդ երեխու մեղքը կգրե նաեւ ծնողքը։ Բադայեցավ թեփ մդարիներ առաջ 1 տարեկան երեխու մգրդեցի, 1 շաբաթ հետո այդ երեխան հոգին ավանդեց։ Հանգարձամակ երբով։ Միակ մխիթարությունը ծնողքի համար այդ երեխու մգրդությունն էր։ Եվ իրենք հաջորդող օրերին ասացին լավ որ մենք որոշում կայացրեցինք, որ մեր երեխան մգրդվի, որ կոնե որպես քրիստոնյա մեկնի այս աշխարհին եւ լինի ինչ երկնքի արքայության ժառանգորդ։ Հիսուս Նիկոդեմոսին ինչ ասաց, եթե մեկը ճուրեն եւ հոգիեն չծնվի, չի կարող երկնքի արքայությունը մտնել։ Հովհաննես 3։ Ուրեմն մի կարևոր դեղեցություն կա։ Երրորդ տարի Հռոմի մեջ կդել են հին քերեզմանակարեր, թամփարաններ, որոնք ըստոր կերտնյա վիճակի մեջ էին։ Եվ այդտեղ կդել են մահացող երեխաների թամփարաններ։ 1 տարեկան, 2 տարեկան եւ այդ թամփարանների վրա գար արձանակություն։ Եվ արձանակությունները մեկի մեջ գրված է այս երեխան հոգին ավանդեց մգրդության օրը։ Երրորդ տարին։ Ուրեմն սա ինքնին վկայություն է, որ առաջին տարերեն սկսյալ մանգամգրդություն արդեն գար։ Եվ սա մեզ համար ոչ միայն սրբազան ավանդություն է, այլև առաքելական ժամանակ է եղած բարեբաշտական սովորություն է։ Երկրորդ օրինակ մանգամգրդություն։ Մանգամգրդությունը որ գա, մգրդություն ինչի փոխարինեց Աստծո ժողովրդի միանալու միջոցը ինչ էր հին ուխտի մեջ թլփադությունը։ Թլփադության շնորհիվ որ արդակին նշան է թլփադությունը, այդ նշան էր որ թլփադվողը միանում է Աստծո ժողովրդին։ Քանի օրվա երեխան կթլփադվեր արուն 8 օրվա։ Լավ։ Ծնողքը ասում էր որ այդ երեխան 8 օրվա է չի հասկանում, մեծանա, չափահաս լինի, հետո անենք թլփադությունը, որ ինք իմանա ինչ նշանակում է թլփադություն։ Ոչ, 8 օրվա երեխան թլփադում են։ Իսկ Սուրբ Գրիգոր Դատեվացի շատ գեղեցիկ բացատրություն տալիս է, որովհետև մգրդությունը թլփադության փոխարեն էր, շատ լավ համեմատական անում է։ Ասում է թլփադությունը հին ուխտի մեջ արդակին նշան է, իսկ մգրդությունը նոր ուխտի մեջ ներքին նշան է։ Թլփադությունը արուներուն համար է, իսկ մգրդությունը արուներուն եւ էքերուն համար է։ Տեսեք շատ գեղեցիկ համեմատություն է։ Ասում է թլփադությունը օրենք է, իսկ մգրդությունը շնորհք է։ Մգրդությունը շնորհք է։ Ուրեմն պետք է իմանալ նաեւ հետեւյալը, որ Գարմիր ծովեն երբ անցան, Գարմիր ծովի անցնողները չափահասներ էին, թե ոչ այդ ընտանիքները, որ Գարմիր ծովեն անցան Մովսեսի առաջնորդությամբ, նաեւ ունեին երեխաներ։ Ունեին։ Ուրեմն այդ Գարմիր ծովի անցնող ծնողների երեխաները մնացին on, ծնողները ասացին թող այդտեղ մնան Եգիպտոս, երբ որ չափահաս լինեն, իրենք անցնեն Գարմիր ծովից, որ այդ ժամանակ գիտակցեն, դրամապանեն, թե ինչ պետք է պատահի։ Ընդհակառակը ծնողները իրենք նաև իրենց երեխաների հետ անցան Գարմիր ծովեն։ Ուրեմն մանգամգրդությունը հետևաբար չի ագասում ավետարանի ուսմունքների, ոչ այլ եկեղեցվո ուսուցումների, այլ ընդհակառակը պետք է ծնողքը հավատքի մոմով
թիմե եկեղեցի եւ գնկավոր ներկայությամբ որպես հոգեվոր դաստիարակ այդ մգրդության խորհուրդը անպայմանորեն կատարվի։ Անշուշտ հարց տվեց Ռուբինան, որ արյան մգրդություն կա, այո գա, առաջին տարը ինչպիսի իրավիճակ էր եկեղեցու պատմության մեջ, կոնե առաջին 2 տարերը, 3 տարերը եկեղեցին հալածական վիճակի մեջ էր։ Հավանաբար քարանցավների մեջ եկեղեցիներ կային, հավանաբար մարդիկ քաղտնի համախմբվում էին հարարության պաշտամունքների մասնակցելու եւ դրա համար հավանաբար շատեր չկարողացան մգրդվել, բայց այնքան այդ ուրն ցանկությունը կար, այդ փափակը կար, որ արիթ չունեցան եւ հանգարց իրենք ընդունեցին նահատակությունը Իսեր Քրիստոսի, Իսեր արքայության, այդ իրենց արյան հեղումը արդեն ընդունվի որպես ինչ, որպես մգրդություն, անշուշտ եթե երբեք իրենք արիթ չեն ունեցած, ոչ թե եղել են անդարբեր եւ պատճառաբանություններով հետաձգել են այդ մգրդությունը։ Ուրեմն շատեր այդ մգրդության օրհնությունը ստացան, որովհետև հալածական վիճակի մեջ էին եւ նահատակությունը ընդունեցին Իսեր Քրիստոսի։ Հետևաբար այդ արյան վկայությունը ինքնին համազոր է մգրդության խորհրդի։ Ուրեմն մգրդության խորհուրդ ասում ենք եւ մգրդության խորհրդի հետ ինչը միանում է, որ անբաժան է դրոշմի արարողությունը, դրոշմի արարողությունը։ Ինչ ժամանակ յուղի կորզածություն կար, օրինակ Եղիա մարգարեն օձեց մարգարե Եղիսեի, ինչ ժամանակ հին ուխտեն իմանանք, որ մարգարեները, քահանաները, թագավորները ստանցնում էին այդ նվիրական այդ սրբազան բաշտոնը օծման հատուկ արարողությամբ։ Իսկ մենք փորձ կարակելոց Կիրկեն իմանանք, թե առաքյալների քարոզության ժամանակ առաքյալները իրենց ցերկը դնում էին մգրդվողների գլխին, բայց որովհետև հավատքը ծավալեցավ եւ եկեցին ընդարձակվեցավ, բոլոր մարդկանց հասնելու դժվարություն կար, դրա համար առաքյալները Սուրբ Հոգու առաջնորդությամբ հին ձևը որդեգրեցին յուղի օծումը Սրբարույս Միրոնը, որպեսզի այդ օծմամբ կատարեն մգրդության արարողությունը։ Իսկ առաջին 3-րդ տարերուն եկեղեցին նաև քննարկեց մի հրադապ խնդիրը, ասացին, եթե մեկը հավատքը լքել է, եթե մեկը հավատքից շեղվել է, նույնիսկ եթե մեկը աղանդավոր եղել է, եթե ինք խորասկած զղջում ունենալով վերադարձել է ուղիղ հավատքի, եկեղեցու անդամ գրգին եղել է, խորասկած զղջում է եւ ապաշխարութեն է հետո, այդ անձը պետք է վերստին մգրդվի, եկեղեցին ժողովներ գումարեց եւ հաստատեց, թե գրգին մգրդություն անելու գարիքը չկա, որովհետեւ մգրդություն ինչ ասացին, մեկ է, բայց դրա փոխարեն եկեղեցին հաստատեց ապաշխարության օրենքները հատուկ կարգավիճակով, որովհետեւ հավատքից շեղվածները կարողանան դարձիկալ եւ իրենց զղջումը լինի անգեց բարի գործերով, աղոթական կյանքով։ Հետևաբար եկեղեցին առաջին դարեն սկսյալ մշտական երբով ամենայն բծախնդրությամբ եւ խստությամբ Քրիստոսից ավանդված այդ խորհուրդների մասին տվել է ճշգրիտ բացատրություն, ճշմարիտ մեկնաբանություն, որովհետեւ բոլոր ավանդացիալները իմանան, թե մգրդության խորհուրդը առաջին պայմանն է լինելու ինչ քրիստոնյա, ուրեմն չմգրդվող անձը հեթանոս է, որովհետև մենք քրիստոնյա կլինենք ոչ թե քրիստոնյա ծնողքե ծնվելով, այլ մգրդության խորհուրդը ընդունելով։ Դրա համար վերստին ծնունդը, երկրորդ ծնունդը մգրդությունն է, իսկ ապաշխարությունը հաշտվինն է Աստծո հետ, որովհետև Պողոս առաքյալ ասում է հաշտվեցեք Աստծո հետ, երբ որ ես թշնամական վերաբերմունք ունեմ Քրիստոսի նկատմամբ իմ չարությամբ, իմ կարծրասրտությամբ, իմ մոլությամբ, անդարբերությամբ կնշանակե իմ վարմունքս թշնամական է Տիրոջ վերաբերյալ եւ պետք է ես իդ հաշտվեմ Աստծո հետ ապաշխարության ջանքով,
ընթացքի փոփոխությամբ եւ մտքի նորոգությամբ։ Տեսեք ինչ ասում է Պողոս Արաքյալ առաջին Կորինթացիս 4-րդ գլխի առաջին համարի մեջ։ Ասում է. այսպիսով թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ եւ Աստուծո խորհուրդների տնտեսներ համարին։ Ասում է մեզ նկատեցեք ինչ Աստուծո խորհուրդների տնտեսներ։ Ուրեմն եկեղեցականը ինչ է Աստուծո խորհուրդների տնտես է։ Ուրեմն ինչպես որ բանդերը տնտեսին ճաշտոն տալիս է, որ վերակացություն անի, նույնպես եկեղեցականը Աստծո խորհուրդների տնտես է եւ այստեղ խորհուրդը երկու իմաստով, թե ավետարանի ծածուկ խորհուրդը թակուն ճշմարտությունը հայտնելով քարոզչությամբ եւ թե նաեւ խորհրդակատարություն անելը, մգրդությունը, դրոշմը, բսակը, բادرակ մատուցելը, ունենք դակավին երկու ուրիշ խորհուրդներ եւս, սենատրության խորհուրդը եւ գարկի վանտացը եւ բսակը, եկեցվո խորհուրդները։ Ուրեմն գրգին ասում եմ առանց Սուրբ Հոգու ներկործության չկա եկեցու արարողական կյանք, որովհետեւ եկեղեցականը բարձրապես տնտես է, ինք կանչված է այդ պաշտոնը կործելու։ Հիսուս ասում է, կանչվածները շատ են, մշակները քիչ, եւ դրա համար Քրիստոս առաքյալները ինչ կոչեց, այքին դերը թե մշակը։ Այքին դերը Քրիստոս է, իսկ այքին մշակը եկեղեցականը ինքն է, որ կործում է, օծում ստանալով, գոչում ունենալով, ուխտ կնքելով, որպեսզի ծառայե լինելով ժողովուրդ եւ եկեղեցի գամուրջը։ Ուրեմն մենք երբ որ մասնակցում ենք մգրդության, արարողության, մենք որպես մգրդվողներ պետք է նաեւ մտածենք մեր անձի մասին, թե որքանով մենք մգրդության խորհրդի այդ օրհնությունները ինչ արեցինք մեր կյանքով, արժևորեցինք։ Եթե երբեք արժևորած ենք այդ շնորհները կլինեն ինչ կզագեն, կբդղապերվի։ Գա ձարմը, որ ունի նոր ջուղ և ունի հին ջուղ, չէ? Ուրեմն Քրիստոս ինք որդադունգ է, այդ որդադունգի հին ջուղերը մգրդված հավատացյալներն են, որոնք եկեղեցու անդամ են։ Իսկ այդ որդադունգի նոր ջուղերը դրանք են, որոնք նոր մգրդվեցին և Քրիստոսի անդամ լինելու գոչումը և պատիվը ստացան։ Ուրեմն երբ որ Պետրոս առաքյալ քարոզեց եւ երբ 3000 հոգի դարձի պիտի կային, ինչ ասացին այդ անձերը, որոնք Պետրոսի քարոզութենեն հաստվեցան, ասում է, երբ նրանք լսեցին, իրենց սրտում զղջացին եւ Պետրոսի ու մույս առաքյալների ասացին, ինչ պետք է անենք եղբայրներ, ինչ կնշանակե, ինչ պետք է անենք եղբայրներ, հավատքի արտահայտություն է, որովհետև այդ անձերը, որ լսեցին եւ իրենց մեղքերի համար զղջացին եւ երբ որ դիմեցին, ասելով ինչ անելու ենք եղբայրներ, այս խոսքը ինչի նշան է, հավատքի արտահայտություն է։ Երբ որ մեկը բժիշկի գնա, երբ որ բժիշկի ասի ես ինչ անեմ, ուրեմն այդ հիվանդը ընդունում է, որ ինք ինչ է, եւ ուզում է բուժում, եւ ուզում է բուժում։ Այո, եւ վստահում է բժիշկին։ Մենք բժիշկների կվստահենք ազոգ հավատանք։ Ուրեմն, տեսեք, այստեղ երբ ասում է, թե ինչ անելու ենք, եղբայրներ, Պետրոս նրանց ասաց, ապաշխարեցեք եւ ցեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մգրդվի։ Ուրեմն տեսեք, ոս խոսում է մգրդության մասին։ Ինչու չասած հավատացեք, հավատ բառը չկա այստեղ, ինչու։ Պետրոս առաքյալ չի ասում հավատացեք, ասում է ուղղակի ապաշխարեցեք, քանի որ արդեն իրենք հավատքը ընդգրկեցին, եւ որ ասում են ինչ անելու ենք եղբայրներ, սա հավատքի արտահայտություն է։ Դրա համար Պետրոս առաքյալ չի ասում հավատացեք, ասում է ապաշխարեցեք, որովհետև հավատքի մղումով է, որ մենք ապաշխարում ենք մեղքերու
կավություն ստանալու ակնկալությամբ։ Դրա համար ասում է եւ ցեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մգրդվի եւ դուք Սուրբ Հոգու բարգեւը պիտի ստանաք։ Կարևոր համար երկրորդ գլուխ Գործք Առաքելոց 2:39, որովհետեւ այս խոստումը ցեզ ձեր զավակների եւ բոլոր այն հերավորների համար է, որոնք մեր Տեր Աստվածը կանչելու է։ Ինչ ասում է այդ խոստումը, որու դրվել է։ Ինչ ասում է նախ։ Ասում է խոստումը ցեզ ձեր զավակների։ Ուրեմն երբ որ ասում է ձեր զավակների, սա հստակ բացահայտ հայտարարություն է մանկամգրդության, որովհետև չի ասում խոստումը դրվել է ցեզ, հետո ձեր զավակների, եթե լինեն չափահաս։ Ասում է ուրեմն դրվել է խոստումը ցեզ եւ ձեր զավակների եւ այս խոսքը արդեն ինքնին բացահայտ ասենք ակնարկություն է, որ խոսքը առնչվում է մանկամգրդության հետ։ Մի ուրիշ համարի էլ անցնենք մանկամգրդության վերաբերյալ, մանուկները մգրդելու վերաբերյալ, ասում է Առաքյալը։ Առաջին Կորինթացիս 1:16 ասում է Ստեփանոսի ընտանիքը ես մգրդեցի։ Ողոս Առաքյալ ասում է ուրեմն Ստեփանասի ընտանիքը ես մգրդեցի։ Հիմա որ ասում է ընտանիքը մգրդեցի, խոսքը որու վերաբերվում է։ Միան հայրը, դան անդամների մեջ ովքեր կան։ Այո, երեխաները կան։ Տեսեք, երեխա բառը բացահայտ չի հիշված, բայց երբ ասում է ընտանիք, հստակ է, որ նաև բոլորի համար է, երեխաներու համար նաև։ Նաև Գործք Առաքելոց 16:15-ի մեջ մի ուրիշ համար էլ կա։ Հավանաբար մենք կարդացել ենք Գործք Առաքելոց գիրքի մեջ Լիդիայի մասին, լսել եք Լիդիայի մասին։ Այո, ուրեմն ինք եւս մգրդվեցավ, ասում է ինքը եւ իր ընտանիքի անդամները։ Եվ նաեւ Պետրոս Առաքյալ, երբ որ Կորնելիոսի պիտի մգրդեր, Գործք Առաքելոց 10-ի մեջ, ասում է Կորնելիոսի համար Պետրոս այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այս խոսքը լսողների վրա եւ Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թլփատվածներից էին, զարմացան, որ Սուրբ Հոգու բարգևը հեթանոսների մեջ էլ հեղվում, որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում եւ ազով հարապանում։ Այդ ժամանակ Պետրոս ասաց. ով կարող է արգելել։ Տեսեք ինչ ասում է, ով կարող է արգելել։ Որ խոսքի հիշեցնում է Հիսուսի խոսքը, թույլ տվեք, որ երեխաները ինձի կան մի արգելեք նրանց։ Ուրեմն ասում է, ով կարող է արգելել, որ սրանք մգրդվեն ջուրով, որովհետև ընդունեցին Սուրբ Հոգին, ինչպես եւ մենք, եւ հրամայեց նրանց, որ մգրդվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Մեր եկեղեցական մի ժողովի մեջ շատ հետաքրքիր կանոն հաստատված է։ Ուրեմն ժողովի կանոնի մեջ, չեմ հիշում ժողովի անունը, կանոնի մեջ ասում է, եթե բադարակիչ եկեղեցականը խորան բարձրացած ժամանակ, երբ բադարակ է մատուցում, երբ հանգարց մահամերձ երեխա ծնողքի առաջնորդությամբ ծնողքը բերում է եկեղեցի երեխուն եւ երեխան մահամերձ վիճակի մեջ է, բադարակիչ եկեղեցականը պետք է թողնի բադարակ մատուցելը, պետք է իջնի խորանից եւ այդ երեխու պետք է մգրդի, հետո էլի բարձրանա խորան եւ շարունակե բադարակ մատուցելը, որովհետեւ բադարակը հավատացյալների համար է։ Իսկ այդ երեխան հեթանոս է, պետք է մգրդվի, որպեսզի քրիստոնյա լինի։ Այսօր հազար ափսոս մարդիկ կան չեն մգրդված, մասնակցում են բադարակի եւ երբեմն մոդիգանում են խորան, որպեսզի սուրբ հաղորդություն ստանան, առանց գիտակցելու, թե իրենք նախ քրիստոնյա չեն։ Հավանաբար այո, մտահոգ են փրկությամբ, բայց այդ մտահոգությունը բարձրապես սկացական վիճակ է, եթե կորզական քայլ չեն առնում եւ չեն մգրդվում։ Այսօր շատեր
ցավոք սրտի ամուսնացել են առանց սուրբ պսակի օրհնությունը ստանալու։ Նույնիսկ կան շատեր, որոնք չեն մգրտված եւ ընտանիք կազմել են։ Սրանք հեթանոս ընտանիք են։ Հայ են ասկության, բայց չկա քրիստոնեական ինքնություն, Քրիստոսի պատկանելու գիտակցություն։ Դրա համար նաև մենք երբ որ կմգրտվենք, ինչ կգոչվենք, քրիստոնյա։ Աղոթքի մեջ ասում ենք ուրախացուր ով դեր նրան քրիստոնյա անունը շնորհելով իրեն։ Ուրեմն քրիստոնյա անունը մենք ստանում ենք մգրտության խորհրդով, բայց ոչ որպես անուն, այլ որպես նաև գոչում, այլ նաև որպես առաքելություն, այլ նաև որպես Քրիստոսի նկարագիրը գրելու անհետաձգելի անհրաժեշտություն, որպեսզի այդ մգրտության օրհնությունները միշտ կարողանանք մեր կյանքում վայելել։ Ուրեմն մենք այսօր խոսեցինք մգրտության խորհրդի մասին, որ շատ կարևոր է, խոսեցինք խորհուրդ բարի մասին, խոսեցինք 3 տեսակի մգրտությունների մասին, մին ուղևդացված գիրքի մեջ ծիսական լվացում էր, Մույս Հովհաննես մգրտիչի մգրտությունը ապաշխարության նշան էր, 3-րդ Քրիստոսի մգրտությունը, որ պայման է ինչի համար, փրկության համար։ Տեսեք Քրիստոս երբ երկինք պիտի անբառնար, հետևաբար ասաց գնացեք եւ բոլոր ազգերը աշակերտ դարձրեք, մգրտեցեք Օրը, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Եվ վերջապես վերջին բաժնի մեջ ուզում եմ եկեղեցու քանի հայրերի անուններ հիշել, որոնք արդեն առաքյալների ամիջական հաջորդն էին եւ իրենք խոսում էին մգրտության մասին, մանկամգրտության մասին։ Օրինակ 167 թվականի ապրած Զմիրնիո եպիսկոպոսը Պոլիկարպոս Զմիրնիացի ինք ասում է, որ ես 86 տարիներ ծառայեցի իմ փրկին Քրիստոսի։ Հալածանքի ժամանակ ասաց այս խոսքը. ինչպես ես հրաժարվեմ իմ երկնավոր թագավորից։ Երբ որ ասում է 86 տարի ծառայեցի, այսինքն իր մգրտության օրենը սկսյալ։ Չի ասում, երբ որ ինք եկեղեցի ել է, որովհետև մենք նաև ստանում ենք որդեգրության, ազով որդեգրության շնորհքը մգրտության խորհրդով։ Նաև 180 թվականին ապրած Երանոս հայրաբեդ, որ գոչվում է ավանդաբահության հայրը, որովհետև ամենայն հարազատությամբ եւ հավատարմությամբ ինք պահել է եկեղեցու ավանդությունը, ասում է, որ նորածինները, փոքրիկները, երեխաները, ասում է, չափահասները, մեծահասակները, բոլորն էլ ասում է, երկրորդ ծնունդը ստացան, որովհետև Աստված ասում է դերը աշխարհ եկավ, որպեսզի փրկի ժողովրդին եւ դրանք վերստին ծնունդ ստանան։ Տեսեք մանրամասնում է, չի ասում մեծահասակ, հիշում է նորածինները, փոքրիկները, անչափահասները։ Եվ մի ուրիշ կարևոր ակնարկություն էլ կա ուրիշ սրբերի, օրինակի համար Հովհաննես Ոսկեփերան ասում է, որ գնքայրը պետք է լինի հոգևոր դաստիարակ եւ ոչ թե բարձրապես այդ օրը լինի, ասենք, գնքայր եւ վերջ, այսինքն դա սրբազան բարդականություն է։ Օգոստինոս Երանելին ասում է, որ ծնողքի հավատքի խոստովանությունը եւ գնքավոր հավատքի վկայությունը մեծապես օգնում է երեխուն։ Իսկ Դերդուղյանոսը, որ Ապրիգեի հայրերից էր, ինք եւս վկայում է 3-րդ դարու ապրող, ինք եւս վկայում է, որ իր ժամանակաշրջանում արդեն ընդհանրացած սովորություն էր մանկամգրտությունը։ Իսկ ինչ առաջ ասացի Հռոմ քաղաքի մեջ այդ թամբարանների մասին, որ երեխաներ, որոնք մգրտությունից հետո շուտով իրենց հոգին ավանդած են, մի հատը մահացել է մգրտությունից հետո 6 օր հետո 11 ամսու նորածին երեխա է, անունը Էրինի։ Իսկ մույսը, որ 1 տարեկան եւ 10 ամսական էր, այս թամբարանի վրա իր
մասին գրավոր արձանագրություն կա Գեդատիշի անունը Գեդատիշի որ 1 տարեկան 10 ամսու էր եւ արձանագրված գրավոր վկայություն կա որ ասում է ինք մգրդությունից հետո է որ իր հոգին ավանդել է եւ այս բոլոր թամփարանները ուսումնասիրողները հայտնաբերեն են սա իրողությունը որ 3-րդ դարեն է այդ գերեզմանները 3-րդ դարեն է լավ մի կարևոր գեդել կա հիմա մարդիկ ասում են փրկությունը շնորհքով է ճիշտ է փրկությունը հավատքով է ճիշտ է փրկությունը ապաշխարությամբ է ճիշտ է փրկությունը մգրդությամբ է այո փրկությունը կորձերով է այո ուրեմն այս բոլորը մեկ ամբողջություն է ոմանք երբեմն մեկ սուրբ գրային համար առնում են Հիսուսի խոսքը Ղուկաս 13 եթե չապաշխարեք կգործեք այո բայց նաև Հակոբոս Արաքյալ ասում է հավատքը առանց գործի ինչ է մեռած է իսկ Հիսուս ասում է ով որ հավատա եւ մգրդվի պիտի փրկվի Մարգոս 16:16 ուրեմն տեսեք Աստվածաշունչը հասկանալու ենք Աստվածաշունչով ոչ թե մեկ սուրբ գրային համար վերցնելով դրա մասին վարդապետական թեմայի մասին խոսելու ենք դա չի լինելու որովհետեւ չար երբ փորձեց մեկ համարով Հիսուսի ինչ ասաց քրվել է հրեշտակների պիտի ղրգի իսկ Հիսուս ասաց քրվել է նաև կոդեր ասվածը մի փորձել ուրեմն հավատքի կյանքի մեջ առաջին քայլը ինչն է մգրդություն է բայց դու կարաս դեռ մասնել միայն մեկ քայլով դե պետք է միշտ քայլես ուրեմն առաջին քայլը մգրդություն է բայց նաև հետո հոգևոր դաստիարակությունը եկեղեցի աջակցելը Աստվածաշունչ կարդալը մեղքերի խոստովանությունը ապաշխարությունը գործերի վկայությունը դրանք բոլորը ինչ են բոլորը անհրաժեշտ են մի ամբողջություն է ոչ թե որոշ բաժինը վերցնել եւ մյուս բաժինները մոռանալ դրա համար մենք մգրդվում ենք որպեսզի Աստուծո որդիներ լինենք քրիստոնյա լինենք եկեղեցու անդամակցություն ունենանք եւ երեխան որ մգրդվում է ունի մեղք մեկ մեղք ունի ժառանգական մեղքը որ սկսնական մեղք կոչվում է ատամական մեղքը որովհետև Սամոսի մեջ ինչ ասում է մեղքով հղացավ իմ մայրը ինչ ասում է ինչով հղացավ իր մայրը մեղքով հղացավ իր մայրը հետևաբար Սամոս 57-րդ համար անօրենությամբ հղիացավ եւ մեղքերի մեջ զնեց ինձ մայրն ինձ ուրեմն երեխան ճիշտ է գիտակցական մեղք չունի բայց ինք ունի սկսնական մեղքը որ կոչվում է ատամական մեղք դրա համար ատամական մեղքերի կավությունը ստանում է այդ երեխան երբ որ մգրդվի մենք այսօր ունենք կարևոր բարդականություն որ հիշեցնենք բոլոր մեր հարազատ բարեկամների եթե ունեն երեխա չի մգրդվել շուտով դիմեն մգրդության հարմար գնքայր մգտնեն լինի այդ գնքայրը հայ առաքելական եկեղեցու անդամ հոգևորապես դաստիարակված բարի գործերով վկայված որպեսզի այդ երեխան չզրկվի մգրդության խորհրդեն եւ սա մեծ պատասխանատվություն է Հիսուս ասում է թույլ տվեք որ երեխաները ինձ մոտիկանան արգելք մի ըլլակ զարմանալի է որ արգելք եղողները երբեմն ծնողներն են ինչ պատճառներով գուցե անդարբերությամբ գուցե պատճառաբանությամբ գուցե մտածելով խրախճանքի մասին մոռանալով թե խրախճանքը եկեղեցու մեջ է եւ որ բոլորս ուրախանում ենք որ եկեղեցին ունեցավ մի նոր անդամ երկինքն էլ ուրախանում է երկինքի հրեշտակներն ուրեմն մենք բարդական ենք հիշեցնելու բարի խրատ տալու որ ծնողները ստապեն եւ անհետացկելի անհրաժեշտություն նկատեն իրենց երեխաների մգրդությունը եւ մենք երբ որ մգրդության արարողության մասնակցենք մենք էլ մեր ուխտը վերանորոգենք որովհետեւ այդ մգրդության շնորհները որ ստացել ենք ներկործեն մեր կյանքի մեջ դրա համար Պողոս Արաքյալ Եփեսացիս 4-ի մեջ ինչ ասում է մի դրդմեցնեք Աստծո Սուրբ ոգին որով գնքվեցաք փրկության հասնելու համար ասում է մի դրդմեցնեք Աստծո Սուրբ ոգին որով գնքվեցիք փրկության օրվա համար ուրեմն նպատակը ինչն է մգրդության դրոշմի
փրկության օրվա համար։ Բադահական չէ, ինքնադաբադակ չէ, աստվածային ծրագիր է եւ փրկության այդ ծրագրի հետ սերտորեն գապ ունի այդ մկրտության խորհուրդը։ Հետևաբար Աստված մեր հավատքը ավելացնե, որովհետեւ Քրիստոսի միացած մնանք եւ այդ մկրտության շնորհքի օրհնությունները մեր կյանքում լինեն ճշմարիտ ներկայություն, որովհետեւ նաեւ Քրիստոսի հարազատ օրինակները լինենք եւ Քրիստոսի մասին վկայենք մեր կյանքի երթովը, մեր ապրելացեվը, մեր նկարակրովը եւ մեր առօրյա կյանքով։ Աստված ձեզ օրհնի, ոչ առողջ մնաք եւ Տիրոջ ողորմությունը միշտ մեր հետ լինի։ Ամեն։ Ամեն։